Հարգելի լրագրողներ, խնդրում եմ լռություն։ Սկսում ենք հաջորդ ճեպազրույցը, հարցը պատասխանից եմ սկսում, թե խնդրեմ, պարոն Մամիջանյան, կարող եք սկսել։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, քանի որ շաբաթը բավականին ակտիվ է եղել եւ խորհրդանում եւ խորհրդանից դուրս եւ 20 րոպեն չի բավարարի այդ բոլոր թեմաներին առանձին անդրադառնամ։ Մեկ թեմա կա, որի հետ կապված ամեն դեպքում կարճ կխոսեմ ու կպարզաբանեմ, հաշվի առնելով նաեւ որ դրա հետ կապված մեր բազմաթիվ գործընկերներ են դրա հետ կապված դիմում։ Խոսքը վերաբերում է իշխանության կողմից սպառազինության այդ մոդելների կամ նմուշների այցերին գնալու այդ հանգամանքից տարբեր պաշտոնյաներ, այդ թվում պաշտպանության նախարարը դրա մասին եւ հրապարակային եւ նաեւ ոչ հրապարակային դիմել է եւ ասել է որ հնարավորություն կա ծանոթանալու այն նմուշներին, որի մասին խոսվում է, բայց այստեղ արտառոցը այդ հանգամանքը չէ, արտառոցային հանգամանքն է, որ 3-4 շաբաթ առաջ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կապվում է, այդ թվում նաև մեր ֆրակցիայի հետ, այդ թվում իմ հետ, այս դեպքում իմ հետ, եւ հարցնում թե արդյոք ես պատրաստ եմ ծանոթանալ ներկայացվող սպառազինության նմուշներին։ Իհարկե ես ներկայացնում եմ իմ մոտեցումները, այդ թվում նաև հիշեցնում, որ 6 ամիս շարունակ պաշտպանության նախարարությունը կամ այս դեպքում իշխանությունը արգելում է նաև իմ մուտքը առաջնագից եւ ասում եմ այն մոտեցումները, որի պայմաններում մենք դրան կգնանք։ Դրա շուրջ տեղի ունենում ըստ էության փոխադարձ ըմբռնում եւ որոշում ենք, որ սրա հետ կապված կոնկրետ օր, ժամկետ կդրվի եւ կայացել եմ։ Ես խոսում եմ իմ մասին, խոսում եմ մեր ֆրակցիայի մասին։ Բայց ի հեճուկս այդ փոխըմբռնման իշխանության տարբեր ներկայացուցիչներ հրապարակային, այդ թվում խորհրդանի ամբիոնից հայտարարում են, որ մենք խուսափում ենք ընդդիմությունը հավաքական առումով խուսափում է գնալու ծանոթանալու այդ նմուշներին, որովհետև դրանից հետո իրենք ասելիք չեն ունենա եւ այլն եւ այլն։ Քանի որ դրա մասին նաև իմ անունն է հնչել խորհրդանի ամբիոնից, որ Աբրահամյան Տերյանը ամեն օր խոսում է բանակից եւ այլն, բայց ինքը հաստատ չի գնա, որովհետեւ իրանց պետք չի եւ այլն, ես նաև հարկ համարեցի դրա մասին այստեղ խոսելու։ Լավ կլինի, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ կամ իրենց պաշտպանության նախարարի հետ խոսեն եւ ապա տեղեկատվություն ազգային ժողովի ամբիոնից չտարածեն։ Երկրորդը այն ինչ որ Աբրահամյան Տերյանը խոսում է զինված ուժերի մասին, դրա հետ կապված դրված են փաստեր, դրա հետ կապված ներկայացում են մոտեցումներ, որոնք ըստ էության իշխանության կողմից որպես կանոն չեն հերկվում։ Եթե սրա հետ կապված նաև եւ զինված ուժերի հետ կապված նաև այլ մանրամասներ հետաքրքրի, նաև սիրով պատրաստ եմ արձագանքելու, բայց բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչել են, թե Անդիմությունը խուսափում է գնալու, ծանոթանալու այդ սպառազինության նմուշներին եւ այլն, ես հստակ ասում եմ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ շատ ավելի վատ է, որ պաշտպանության նախարարությունը իր ներկայացուցիչի միջոցով այս թեմայով ճշտումներ է կատարում եւ դրանից հետո իշխանությունը շարունակում է ստել։ Շնորհակալություն։ 24 News, խնդրեմ ձեր հարցը։ Նախ խնդրեմ եկեղեցու հետ կապված ձեր դիրքորոշումը արտահայտեք, մասնավորապես Աշակ Սրբազանի կալանավորման հետ կապված, որովհետև այսպիսի կարծիքներ կային, որ Աշակ Սրբազանին կալանավորելուց հետո անցնելու են վեհափառին, դուք արդյոք այդ վտանգը տեսնում եք թե ոչ, եւ եւս մեկ հարց, երեք Հայաստան խմբակցության ձեր գործընկերները իրենց ելույթների ժամանակ, երբ ԿՊ-ին մեղադրում էին կոռուպցիայի մեջ, նաեւ այս ամենի մեջ ասոցացնում էին նաեւ Հանրապետական կուսակցության որոշ անձանց։ Ինչպես եք վերաբերվում նման երևույթներին։ Շնորհակալություն։ Նախ երկրորդ հարցից սկսեմ։ Ես միայն կողմ եմ կոռուպցիոն բացահայտումների մասին ելույթներին, բայց եթե խոսել, ապա խոսել ամբողջական։ Թե չէ մի տեսակ երբեմն այդ ելույթները
ավելի շատ ընդդիմության այս կամ այն ներկայացուցչի դեմ են կամ այս կամ այն թևի դեմ են դառնում, քան թե իշխանությունների։ Ինչը իմ համար անհասկանալի է։ Այդ նույն ելույթում կարելի էր խոսել օրինակ Արտաշես Թումանյանի մասին, ով ժամանակին եղել է նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, հիմա գլխավոր խորհրդական է, թե չի աշխատում, չգիտեմ։ Պարոն Արսենյանի Գուրգենով հիմա դեսպանա ժամանակին կոալիցիայի անդամ էր պարոն Քոչարյանի իշխանության օրոք։ Դե էլ չեմ ասում, որ մի падգամավոր է այդ խմբակցությամբ եկել ազգային ժողով, ով հիմա Փաշինյանից ավելի Փաշինյան է։ Հաշվի առնելով պարոն Նազարյանին, ես միշտ փորձում եմ իրեն արժան ձևով իրեն չպատասխանել, բայց երբ իր մասին չեն խոսում ու խոսում են ինչ-որ անհասկանալի բաների մասին, իմ համար անհասկանալի է։ Դե էլ չեմ ասում, որ համայնքապետեր կան, որոնք ժամանակին ներկայանում էին որպես ընդդիմադիր, իսկ հիմա ոնց որ լավ էլ հաշտ են ամեն ինչի հետ։ Այնպես որ այո, անհրաժեշտ է բոլոր բացահայտումների մասին խոսել, բայց իմ ու քո անելով չխոսել, էլի։ Թե չէ ոնց որ ավելի շատ ստացվում է նման ելույթների նպատակը հանրապետականին կսմթելն է, քան թե իշխանության այս կամ այն դրսևորումների մասին խոսելը։ Գիտեք, հանրապետականի թվում մարդիկ են, ովքեր 18-ից սկսած ոչ քրգործերից են վախեցել, ոչ կալանքից են վախեցել, ոչ ատելության ստեղծված արհեստական արշավից են վախեցել, իրենց պայքարը շարունակել են, շարունակում են ու շարունակելու են մինչև հաղթական ավարտ։ Սեփական աչքի գերանը չտեսնելով ուրիշի աչքի չոփից խոսել, կարծում եմ չի կարելի։ Ինչ վերաբերվում է եկեղեցու արշավին, քիչ առաջ ես դատարանի բակում էի, Արշակ Սրբազանին, դե Մասիս Մելքոնյանին դատավոր ես չեմ կարող անվանել, էլի։ Կարի արդեն կալանավորեցին, լավ արագ է այս անգամ արել, կատարելագործվում է։ Գիտեք, ես անհամբեր սպասում եմ, պարզավոր իշխանափոխությունից հետո Մասիս Մելքոնյանը ու իր նման դատավորի կոչմանը չհամապատասխանող մարդիկ դատական համակարգում չեն լինելու, բայց իմ առաջարկն է հետևյալը լինելու հետագայում։ Մասիս Մելքոնյանը պետք է Նիկոլ Փաշինյանի կալանքի որոշումը տա, հետո հեռանա դատական համակարգից, վերջնականապես ամբողջացնելու համար իր կերպարը ու իր նման իբր դատավորների կերպարը։ Ինչ վերաբերվում է Վեհապար Հայրապետին, գիտեք, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես համարում եմ, որ ցանկացած նմանօրինակ արշավից եկեղեցին միայն ուժեղանում։ Եվ ես չեմ կարծում, որ Վեհապար Հայրապետին կալանավորելու պարագայում մեր եկեղեցու հետևորդներից որևէ մեկի համար որևէ բան կփոփոխվի։ Որտեղ որ լինի Վեհապար Հայրապետը, այնտեղ էլ կլինի Վեհարանը։ Դե այսպես որ շարունակվի ՀԱԱԾ մեկուսարանում եւ առհասարակ մեկուսարաններում, նաեւ Նուբարաշեն քրեակատեվական հիմնարկում ավելի շատ արժանապատիվ հոգեվորականներ եւ arczepiskoposներ կլինեն, քան որոշները, որոնք կառավարության շենքերում ու ուրիշ գաղտուկ տեղերում սեփական կաշին փրկելու համար գործարքների են գնում։ Շնորհակալ եմ։ Սիվիկե եմ խնդրեմ ձեր հարցը։ Շնորհակալություն։ Պարոնայք, օրերս կառավարությունը հրապարակեց Ղարաբաղյան կարգավորման փաստաթղթերի փաթեթը, որոնց թվում նաև Սերժ Սարգսյանի նամակներ ուղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Խնդրում եմ ասեք, արդյոք այդ նամակին եղել է պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, եթե այո, ապա այն ինչ է բովանդակել, արդյոք պարոն Պուտինը կիսել է հանրապետության նախագահի մտահոգությունները, որոնք շահադրված են եղել նամակում։ Երկրորդ հարց ձեր թույլտվությամբ, երեք Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը իր ելույթում այսպիսի ձևակերպում գործածեց հանրապետական դասովշիկներ։
Ուզում եմ հարցնել, վիրավորված չեք, պարոն Մամեդյանյան, պարոն Աբրահամյան, նման ձևակերպումից ստացվում է, որ ձեր կառավարման օրոք այդպիսի ինստիտուտ է գործել տասովշիկների, որոնք փաստորեն աջակցել են, որպեսզի դուք ընտրություններում հաղթեք։ Եվ երրորդ հարցը Հանրապետության նախագահը պարոն Սերժ Սարգսյանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ երբ եկեղեցու կողմից լինի առաջարկ աջակցելու, սատարելու, ապա կարձագանքեք այդ առաջարկին, հիմա ինչու եք անհաղորդ եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ինչու հաջակցություն եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոսի հանրահավաք կամ այլ ակցիա չեք կազմակերպում։ Շնորհակալություն։ Քանի որ բազմաշերտ էր ձեր հարցը, հույսով եմ չեմ մոռանա տարբեր հարցադրումներ, մի մասին ես կանդրադառնամ, մի մասին պարոն Մամեդյանն է։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ շատ ուրախ եմ, որ այդ փաստաթղթերը ամբողջությամբ հանրայնացվել է, որովհետև երկար տարիներ նույն Նիկոլ Փաշինյանը եւ նրա շատ թիմակիցներ եւ միջև 18-ը եւ 18 թվականից հետո բավականին շատ խեղաթյուրել են այն ողջ գործընթացի էությունը, որ այդ տարիների ընթացքում եղել եւ ընթացել է, եւ այդ փաստաթղթերի հանրայնացումը հնարավորություն է տվել հասարակությանը, դրանով հետաքրքրված մեր քաղաքացիներին, փորձագիտական շրջանակներին, առհասարակ մարդկանց ծանոթանալու բանակցային գործընթացի դինամիկային վերջին 3 տասնամյակի ընթացքում եւ եզրակացություններ անելու, թե իրականում ինչ ենք ունեցել, ինչ կետի ենք եկել հասել եւ այդ բանակցային գործընթացի այդ պահին եղած իրողությունների պայմաններում ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, փաստաթղթերը, որոնք հրապարակվել են, որոշակի առումով նաեւ ընտրովի են, որովհետեւ ասել, որ ամբողջականն է հանրայնացվել, բնականաբար դա ակնհայտորեն այդպես չէ։ Չեմ ասում են հայտնի հղումը, որ ներկայացված է նաեւ այնտեղ հայկական ժամանակի հոդվածները եւ այլն, բայց հատկապես երրորդ նախագահի ժամանակահատվածի հետ կապված ներկայացվել է մի քանի փաստաթղթեր 2007-ի Մադրիդյան փաստաթղթից հետո ընդհանուր սկզբունքների շուրջ փաստաթուղթը Կազանյանն ա եղել եւ մինչեւ 2019-ը, որոնք հստակորեն ցույց են տալիս ոչ միայն հանրապետականի դիրքորոշումները, որոնք արտահայտված են եղել եւ փաստաթղթում եւ այդ ընթացքում նաեւ հրապարակային մոտեցումներում եւ հստակ ցույց են տվել, թե Արցախի հարցով կարգավորման գործընթացում ըստ էության ինչպիսին է եղել համանախագահ երկրների Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի մոտեցումը։ Բնականաբար նաեւ այդ փաստաթղթերի պարագայում մարդկանց համար այլ հարցեր են առաջացել, հատկապես այդ փուլում Նիկոլ Փաշինյանի զորական կետից սկսելու, այսպես կոչված Մյունխենյան սկզբունքները առաջին պլան բերելու, դեռ չեմ ասում Արցախի հարցով բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների անընդհատ արմատական փոփոխություններին, որոնք ի վերջո բերեցին Արցախի հանձնմանը եւ ըստ էության հայաստանյան այս իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջան ճանաչելու այս process-ին եւ ես կարծում եմ, որ առանձնապես այս մասով իշխանությունը այս իրավիճակում այլևս որևէ բան նույնիսկ ասելիք էլ չունի։ Ինչ վերաբերում է կոնկրետ նամակին, կարծում եմ, որ նամակը այս տեսանկյունից մենք չենք հրապարակել, բնականաբար մենք ծանոթ ենք տեքստին, բայց կոռեկտության հարց կար, պայմանավորվածանը, որ նամակը ունի երկու հասցեատեր եւ բնականաբար առանց մյուս հասցեատերի համաձայնությամբ դա հրապարակելը նաեւ էթիկայի առումով կոռեկտ չենք համարել, առավել եւս հիմա դուք հարցում եք նրա պատասխանի մասին։ Կոնկրետ բովանդակությունը կարծում եմ հստակ արտահայտել է ոչ միայն այդ ժամանակահատվածում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Արցախի հարցում ունեցած դիրքորոշումների հստակեցումները, կարմիր գծերը, ներկայացված այնտեղ այն մանիպուլյացիաները, որոնք Ադրբեջանը փորձում է անել կամ իրականացնել, իսկ մյուս շահարկվող հատվածը, որը վերաբերում է հատկապես ռազմական բալանսի հետ կապված թեմային, կարծում եմ, որ եւ կոնկրետ ձևակերպումը եւ դրա տողատակերում ներկայացվածը ըստ էության բավականին հստակ է։ Առաջին հերթին առայն, որ Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունը իր պետական ազգային շահերը
իրացնելու ճանապարհին օգտագործել է բոլոր հնարավորությունները, լրացուցիչ պայմանավորվածություններ Ռուսաստանի հետ այդ փուլում ձեռք բերելու եւ շատ ավելի պաշտպանված հայ ժողովրդի շահերը ներկայացնելու առումով, որը արտահայտված է եւ դրանից հետ դրան հաջորդ ժամանակահատվածում ռազմական նոր ձեռքբերումներին $300 միլիոն շրջանակներում երկու փուլով եւ վերաբերում է օժանդակությանը, որը Հայաստանի Հանրապետության ներկայացվել է նաեւ 16 թվականից հետո, այնպես որ կարծում եմ այն մարդիկ, ովքեր այստեղ փորձում են ինչ-որ բաներ փնտրել, փորձում են քարոշչական նյութ ձեռնարկել, կարծում եմ դա նրանց ըստ էության չի հաջողի, որովհետեւ իրողությունները եւ այն փաստերը, որոնք հանրայնացված են, հստակություն են ներկայացրել մեծ թվով հարցերի շուրջ։ Հավելեմ պարոն Աբրահամյանին, նախ շարունակեմ նամակի թեման, ինչպես պարոն Աբրահամյանը նշեց, այդ նամակի պատասխանը հույժ գաղտնի է, մենք հույժ գաղտնի փաստաթղթեր նամակի ամբողջ գործընթացն է հույժ գաղտնի, բայց հրապարակային մենք բոլորս կարող ենք տեսնել դրա պատասխանը որն է։ Դրա պատասխանը եղավ այն, ինչ պարոն Աբրահամյանը նշեց, այսինքն սպառազինության ձեռքբերման համար հաստատված վարկի եւ աջակցություն։ Դրա պատասխանը եղավ այն, որ հետագա փաստաթղթերում միջանկյալ կարգավիճակը իր բոլոր երաշխիքներով հանրաքվեն, որը հիմա որոշ քարոզիչներ փորձում են ներկայացնել Ադրբեջանի ողջ տարածքում էր, եսի ինչպես այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ հանրաքվեն անցկացվելու էր Ղարաբաղում եւ Ղարաբաղի բնակչության համար։ Ակնհայտ է, չէ՞, ինչ էր լինելու արդյունքը։ Եթե Ադրբեջանը, ենթադրում եմ, որ այդ հարցը կտակ, երկարացներ հանրաքվեի իրականացումը կամ չհամաձայնվեր, Լաչինն ու Քելբաջարը կմնային հավերժ հայկական, ինչպես ասել է Ադրբեջանի նախագահ, երբ որ առաջին անգամ Փաշինյանի դավաճանության եւ հանձնման արդյունքում ոտք դրեց այդ տարածքներ, ասեց, որ եթե բանակցային գործընթացը գնար այնպես ինչպես գնում էր, այս տարածքները հավերժ մնալու էին հայկական։ Այդ դա էր այդ նամակի պատասխանը։ Այդ նամակի պատասխանն էր այն երաշխիքները, որոնք ստանալու էր Արցախը։ Այդ նամակի պատասխանը նաև 3 Ռուսաստանի Դաշնության կողմից տրվեց, երբ նշվեց, որ Նիկոլ Փաշինյանն է բանակցային գործընթացը կանգնացրել 19-ի առաջարկին ինքնա մերժում բառը չօգտագործեմ, բայց համենայն դեպս արել է գործողություններ Արցախ, Հայաստանը եւ վերջ եւ այլն, որոնց արդյունքում բանակցությունները 19-ի առաջարկի հետ կապված չեն շարունակվել, իսկ 19-ի առաջարկը, որ ինքը խափում էր, թե իբր չկա, աշխատելու համար բավական լավ փաստաթուղթեր աշխատելու համար եւ այնտեղ կարելի էր ավելի լավացնել Հայաստանի դիրքը։ Ինչու՞ չէ, նաեւ Վիեննա, Սանկտ Պետերբուրգը եւ մնացած բոլոր զարգացումները, որոնք տեղի են ունեցել, այդ թվում նաեւ այդ նամակի արդյունքներն են։ Գիտեք, այդպիսի դրվագներ գրավոր նամակների, բանավոր զրույցների, 2-3 տարբեր տրեկերով դիվանագիտություն իրականացնելու նախագահ Սարգսյանի կառավարման ընթացքում շատ են եղել։ Ու դրանք մենք չենք գաղտնազերծում, որովհետև դրանց արդյունքները, դրանց հետևանքները տեսանելի են բանակցային գործընթացից։ Այս նամակի մասով։ Գիտեք, Տիկին Գրիգորյանի հետ կապված ես ձեր գործընկերոջ հարցին պատասխանեցի, ես երբեք իմ թիմի համար երբեք ամոթ չեմ զգացել, չեմ զգում եւ չեմ զգալու, բայց թույլ տվեք ես Civic AM-ով չպատասխանեմ ընդդիմադիր գործընկերոջս, որովհետեւ ի տարբերություն շատ ընդդիմադիրների ես քաղաքական հակառակորդների պարագայում մտածելու բաներ չունեմ, ես գիտեմ իմ քաղաքական հակառակորդը ով է, կան ոնց որ թե Հայաստանի նաև ընդդիմադիր դաշտում մարդիկ, ովքեր երբեմն խառնում են, թե ով է իրենց իրական հակառակորդը քաղաքական կամ էլ մենք իրանց մասին սխալ կարծիքի ենք։ Ինչ վերաբերում է եկեղեցու նկատմամբ Փաշինյանի արշավին, ես խոսքս սկսեցի նրանից, որ այստեղ եկել եմ Արշակ Սրբազանի դատավարությունից, կարծում եմ ձեր հարցը տեղին չէր, ինչ վերաբերում է հանրահավաք եւ այլն, դուք նախագահ Սարգսյանի խոսքը մի փոքր սխալ մեջ բերեցիք, իսկ ինչպես միշտ նախագահ Սարգսյանի խոսքի պարագայում ամեն բառը եւ ստորակետը էական է։ Քանի որ խոսքը գնում է եկեղեցու նկատմամբ արշավի, մենք համարում ենք, որ վեհապար Հայրապետը եւ առաքելական եկեղեցին պիտի նույնիսկ հորդոր բառը չեմ ուզում օգտագործեմ, ակնարկի, թե ինչ գործիքակազմով ենք մենք պայքարելու
այս հայտարարության դեմ, որովհետև ամեն դեպքում մենք խոնարհությամբ պարտավոր ենք ընդունել հայ առաքելական եկեղեցու ցանկացած ձև եւ ցանկացած բովանդակություն պայքարի իրականացման եւ այդ ձևերից յուրաքանչյուրի պարագայում ձեր նշած փողոցային պայքարից մինչև ցանկացած այլ դրսևորում հանրապետական կուսակցությունը ինչպես եւ խոստացել է ինչպես ազգային պահպանողական քաղաքական ուժ կանգնած է լինելու մեր եկեղեցու կողքին կարծես թե բոլոր հարցերին պատասխանեցի Վերջին կարճ հարցը խնդրեմ Պարոն Մամիջանյան, Նիկոլ Փաշինյանը նշում է, որ իրեն պետք չի կաթողիկոս, որը կենթարկվի իրեն, այլ պետք չի կաթողիկոս, որը կենթարկվի արտաքին ուժերի օտարիկրահատուկ ծառայության ավագ լեյտենանտի կամ գեներալի։ Սա բավական լուրջ մեղադրանք է։ Ինչու ձեր կարծիքով այս հիմքով քրեական գործ չի հարուցվում, որպեսզի հետաքննություն լինի եւ նաեւ հանրությունը կարողանա հասկանալ որքանով են իրական այս մեղադրանքները եւ մի կարճ հարց Ալիևը բավական սուր մեղադրանքներ է այսօր հնչեցրել Հայաստանի հասցեին մեղադրելով ադրբեջանցիներին ապօրինի տեղահանելու, տարբեր թվականներին ցեղասպանության ենթարկելու վերաբերել եւ կրկին բարձրացրել է այդ վերադարձի հարցը, ինչու է կրկին այն էլ այսպիսի արդեն կոշտ բառապաշարով Ալիևը բարձրացնում այս հարցը, սա հնարավոր է դառնա հաջորդ Գիտեք, ես կարծում եմ, որ այդ հարցադրումը փաստական վերլուծական մասով չեմ ասում, պետք է ավելի շատ ուղղվի իշխանությանը։ Ինչի համար եմ ես դա ասում, որովհետև երբ որ մենք ամեն փուլում իրավիճակին համահունչ այդ ռիսկերն ու սպառնալիքները հաշվի առնելով գնահատականներ ենք հնչեցնում, իշխանությունը անդադ փորձում է ցույց տալ, որ խաղաղությունը արդեն փաստ է, նույնիսկ այն պարագայում, երբ որ Ադրբեջանն է, ինչպես ձեր ներկայացրած իրավիճակում, այնպես էլ դրան նախորդած ժամանակահատվածում անդադ ցույց տվել, որ իր համար ուժի միջոցով կարգավորումը երկկողմ հարաբերությունների դեռևս որպես փաստ չի կարող լինել։ Նաև սրանով է պայմանավորված, որ ոչ միայն բանակցային գործընթացի, այլ երկրի անվտանգային համակարգի ճարտարապետության հետ կապված մեր դիրքորոշումներն ու իշխանության դիրքորոշումները էապես տարբերվում են, որովհետև իշխանությունը կառուցում է իր մոտեցումները այսպես կոչված հաստատված խաղաղության պայմաններում, այնինչ մեր դիրքորոշման եւ մեր առաջնահերթությունների հիմքում այն հանգամանքն է, որ ցանկացած իրավիճակում Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը անընդհատ իր շանտաժային քաղաքականությամբ նաև փորձելու է Հայաստանին դրդելու նոր զիջումների, ավելին արագացնելու այն ադրբեջանական օրակարգի սպասարկման դրույթները, որոնք ադրբեջանական իշխանությունների եւ նրանց տարբեր ներկայացուցիչների կողմից անընդհատ հնչում են։ Ժամանակը սպառվել է, հարգելի Մեկ Ռուզաննա։ նախադասությամբ, եթե դեմ չեք պատասխանեմ, առաջին կապված հավելելով պարոն Աբրահամյանի ասածը, այդպես է լինում, երբ որ Հայաստանի Հանրապետության անունից իբր բանակցողը Հայաստանի Հանրապետության արդար պահանջները, Հայաստանի Հանրապետության արդար հետաքրքրությունները չի բարձրաձայնում մենակ թե Ադրբեջանին չջղայնացնի։ Այդպիսով առաջանում է վակուում, որը Ադրբեջանը միշտ պատրաստ է լցնել կեղծ պահանջներով։ Հայաստանի Հանրապետությունը չի հնչեցնում արդար պահանջները, այսինքն արցախցիների իդ վերադարձի, արցախցիների իրավունքների վերաբերյալ եւ դա ձևավորում է բանակցային վակուում, որը միշտ լցվում է Ադրբեջանի կեղծ պահանջներով։ Սա մեկ, երկրորդ առաջին հարցի մակարդակով Փաշինյանը տենց էլ չհասկացավ, ինքը այլևս ծախու լրագրող, ծախու խմբագիր չի, որի ասածները անհասցե կարող է շռայլել, ինչ ուզում է ասի, օդում կախված լուրերի հետ վերաբերյալ։ Իսկ ինքը ասում է, որ կա մարդ, ում ինքը կասկածում է գործակալ լինելու մեջ, ու որևէ գործողություն դրան չի հետևում, եւ ամենակարևորը, եթե մենակ ինքն է օդում կախված լուրերով խոսում որոշ մարդկանց գործակալական կապերի մասին, բայց Հայաստանի Հանրապետության եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության հայության ճնշող մեծամասնությունը որևէ կասկած չունի, թե ում հրահանգներն է կատարում Նիկոլ Փաշինյանը։ Ուստեղ արդեն մայորի մակարդակ չի, իրան ոնց որ ավելի բարձր, բայց շատ ավելի թշնամական երկրներից են խորհուրդներ տալիս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ժամանակը սպառվեց։